Շվեյցարիայի Ժնև քաղաքում այս օրերին տեղի էր ունենում Աշխատանքի միջազգային կազմակերպության 113-րդ համաժողովը, որը, ինչպես գիտեք, յուրաքանչյուր տարի ընդունում է կոնվենցիաներ, որոնք անդամ երկրների համար կարևոր փաստաթղթեր են դառնում, հատկապես դրանք վավերացնելուց հետո դառնում են տվյալ պետության համար պարտադիր։ Այս տարի իհարկե կենսաբանական, ուրեմն եւ կենսաքիմիական նյութերի վնասի հասցմանն էր վերաբերում քննարկվող կոնվենցիան, որի շուրջ արմիությունները, գործատուները եւ կառավարությունները ի վերջո եկան համաձայնության տեքստի մասով, որովհետեւ այսօր այս ընդհանուր կենսաբազմազանության մեջ բավականին շատ են աշխատանքի վայրում դրանց հասցրած վնասները։ Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիան, ինչպես միշտ այս տարի եւս մասնակցում էր համաժողովի աշխատանքներին, հայկական պատվիրակության կազմում, որտեղ կառավարությունների դեմս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիան եւ Գործատուների հանրապետական միությունը միշտ են եռակողմ լինում այս համաժողովի մասնակցությունները, որովհետեւ աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՄԱԿ-ի միակ գործակալությունն է, որը եռակողմ է, այսինքն ցանկացած պարագայում այստեղ պիտի լինեն արմիությունները, գործատուները եւ կառավարությունները։ Այս ընթացքում թիվս նաեւ այդ մասնակցությանը կոնֆերանսի աշխատանքների որպես Արմիությունների կոնֆեդերացիայի նախագահ հանդիպումներ ունեցա աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա Հելենա Անդրեյի եւ ուրեմն Կենտրոնական Ասիայի եւ Արևելյան Եվրոպայի երկրների աշխատողների հարցերով ղեկավար Սերգեյ Գլովացկասի հետ, որոնց հետ քննարկեցինք ու նաեւ ներկայացրեցինք մեր երկրում տեղի ունեցող զարգացումները աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում, օրենսդրական ուրեմն փոփոխությունները, դեռևս օրենսդրական բացերը, որոնք մեզ համար շատ կարևոր են, հատկապես երբ խոսքը վերաբերում է միավորման ազատության իրավունքին, այսինքն արմիություններ ստեղծելու եւ դրանց միանալու իրավունքին, այդ թվում նաեւ ուրեմն գործադուլի իրավունքի հետ կապված բնականաբար մեր գործընկերները տեղյակ են մեր երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, որովհետև մենք հաճախ ենք կապի մեջ լինում եւ նաեւ նրանք երբեմն այցելում են Հայաստանի Հանրապետություն, բայց ամեն դեպքում սա եւս մի հնարավորություն է ներկայացնելու մեր բոլոր խնդիրները, այդ թվում Հայաստանի Հանրապետություն այսօր շատ ակտուալ ուրեմն աշխատանքային իրավահարաբերությունների մասով, որոնք շատ հաճախ են խախտվում, հատկապես երբ խոսքը վերաբերում է արտադրությանը, արտադրական ուրեմն ոլորտում եւ երբ խոսքը վերաբերում է առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների, արդար վարձատրության, սոցիալական արդարության խնդիրներին, այս բոլորի մասին իհարկե զրուցել ենք, խոսել ենք եւ սա կարեւոր է ներկայացնել միջազգային հարթակում կարծեմ մեր երկու ծեզունեցող իրադարձությունները, որոնցով սա եւս մի հնարավորություն է, որի առջեւ նաեւ պետությունը ունի որոշակի պարտավորություններ, քանի որ պետությունը ինքը այս միջազգային այս մեծ ընտանիքին, որտեղ 187 երկիր է մասնակցում աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ է, եւ այստեղ կարեւոր է, որ երկրի վարկանիշն էլ չընկնի։ Իհարկե մենք հաշվի առնելով, որ աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովը յուրաքանչյուր տարի ունենում է երկրների ցանկ, որտեղ որ լինում են երկրներ, որոնք լինում են կարճ ցուցակում, ինչպես մենք ենք սիրում ասել, սև ցուցակում, Հայաստանը այս տարի այդ սև ցուցակում չի հայտնվել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում ամեն ինչ աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում հարթ է ու լավ է։ Պարզապես շատ ավելի վատ փորձեր կան, որոնք որ հայտնվել էին այդ ցուցակում ի տարբերություն Հայաստանի Հանրապետության։ Մենք բնականաբար ունեցանք նաև հանդիպում աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրեն պարոն Ժիլբերտ Կունգբոյի հետ, այս հանդիպումը արդեն եռակողմ էր, ներկայացրեցինք Հայաստան տեղի ունեցող իրադարձությունները, թե աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում, թե սոցիալական գործընկերության զարգացումների մասով եւ թե ինչպես աշխատանքի միջազգային կազմակերպությունն էր հետաքրքրված որպես դիվանագիտական կառույց նաեւ Հայաստան-Ադրբեջան իրավահարաբերությունների հետ կապված մասնավորապես խաղաղության պայմանագրի հետ կապված դրա ճակատագրի եւ այլն մի խոսքով բնական է մեր միջազգային գործընկերները շատ հետաքրքրված են եւ հետաքրքրված են նաեւ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն ունենալու հարցում հիմնականում այս ամբողջը սա էր իհարկե մասնակցեցինք նաեւ
սոցիալական գործընկերության գլոբալ կոալիցիայի ուրեմն առանձին համաժողովին, որը էլի շատ կարևոր դրույթ է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ինքը հենց հանրապետությունը, նաև սոցիալական գործընկերները, Հայաստանի Արվեստի կոնֆեդերացիան մասնակցել են ուրեմն գլոբալ սոցիալական գործընկերություն կոալիցիային։ Սա էլ մեզ համար որոշակի պարտավորություն է, որպեսզի սոցիալական արդարությունը չլինի ուղղակի խոսքեր, այլ դա պիտի լինի մշակույթ, դա պիտի լինի վարքագիծ, ու դա պիտի լինի բոլոր սոցիալական գործընկերների համատեղ ջանքերի, համատեղ աշխատանքների շնորհիվ, որպեսզի մենք չունենանք այնպիսի իրավիճակներ, որոնք Հայաստանի Հանրապետությունում այսօր աշխատանքային իրավահարաբերություններում գոյություն ունեն։ Մենք անդադ ինչ-որ այս օրերին, շատ հունվար ամսից շատ շրջանառվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքը, բայց եթե մի քիչ շատ օրը մոնիտորինգ անենք եւ եթե ուզենան աշխատողները դրա մասին խոսել, ապա կտեսնենք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ոլորտներում են դրանք տեղի ունենում, առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների խախտումները բոլոր ոլորտներում կան, այդտեղ մենք ունենք այս խնդիրը, որովհետեւ հատկապես չունենք առողջ եւ անվտանգ աշխատանքային ուրեմն նորմեր, որոնք որ մեզ համար կարեւոր են, պետական ընդունված այդպիսի նորմեր, որպես այդպիսի ժամանակակից նորմեր չունենք։